Մեծ տոնի վերջին օրը Հիսուս կանգնելով աղաղակում էր և ասում. եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի, ով ինձ հավատում է, ինչպես գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Հովհաննես 7:37։ Սիրելի քրիստոնյա եղբայրներ և քույրեր, եբրայեցիների տաղավարահարած տոնի ժամանակ Հիսուս ոտքի է կանգնում և բարձրաձայն աղաղակելով ասում է ժողովրդին, որ բոլոր ծարավածները թող մոտենան իրեն և նա կհագեցնի իրենց։ Տաղավարահարած տոնը հրեաների 3 մեծ գլխավոր տոներից մեկն էր, որ կատարվում էր 7-րդ ամսի կեսին։ 7-րդ օրը 7 տաղավարահարած տոնի հիշատակվում էր հրեաների 40 տարիների անապատում դեգերելու հիշատակը։ Այս տոնին Երուսաղեմ ուխտի էին գալիս հազարավոր հրեաներ և 7 օր վրաններում ապրելով տոնում էին իրենց մեծագույն տոնը։ Հովսեփոս պատմիչը իր պատմության գրքում ասում է, որ այս տոնը հրեաների մեծագույն տոնն էր, իսկ տոնի վերջին 7-րդ օրը քահանաներից մեկը սափորով ջուր էր բերում Սելովանի ավազանից, որն էլ խորհրդանշում էր անապատում Մովսես մարգարեի կատարած հրաշքը ժայռից ջուր բխելու հիշատակման հետ կապված։ Ահա այս տոնի վերջին օրը Հիսուս Քրիստոս մեկ անգամ ևս քաջաբար ինքը իրեն հայտնում է, ներկայացնում է ժողովրդին, բարձրաձայն ասում է աղաղակելով, ով որ ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի, և ես նրան պիտի հագեցնեմ և նրա հոգուց և կյանքի ջրեր պիտի բխեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս շատ անգամներ տարբեր վայրերում, տարբեր մարդկանց ասում էր իր ով լինելու մասին, բացատրելով իր Աստվածորդի լինելու մասին, սակայն դժբախտաբար հրեաները չլսեցին և չընդունեցին իրեն։ Հիսուսի ասաց, ով որ ծարավ է, թող ինձ մոտենա և խմի, աստվածային խոսքը ունկնդիրների մոտ առաջացնում էր կյանքի նոր ուղիներ, հոգևոր կյանքի նոր արահետներ էր բացում, կյանքի ըմբռնման նոր կերպեր էր առաջ բերում։ Ծարավ լինելը, ծարավելը շատ պարզ և բնական բան է մեզ համար, բայց ծարավը Հիսուս Քրիստոսով հագեցնելը թերևս այսօր էլ շատերի համար տարօրինակ կթվա։ Հիսուս մի առիթով սամարացու կնոջը ասել է. ով սովորական ջուր խմի, դարձյալ պիտի ծարավի, բայց ով որ իմ տված ջրից խմի, երբեք ու երբեք չպիտի ծարավի։ Աստվածաշնչում ջուրը խորհրդանշում է մարդկային մեղքերը լվացող, մաքրող և սրբող միջոց, և հաճախ Սուրբ գրքում ջրի մասին ասված է կյանքի ջուր և Աստծո պարգև։ Մկրտության ժամանակ ադամական մեղքից մաքրվելու համար օգտագործվում է քահանայի օրհնված ջուրը։ Մկրտվողը ջրով լվացվելուց հետո քահանայի կողմից օծվում է Սուրբ Միրոնով և դառնում է քրիստոնյա։ Պողոս առաքյալը իր Կորինթացիներին ուղղված նամակում ասում է հետևյալը. բոլորն էլ նույն հոգուց են ըմպելու, որովհետև խմում էին հոգևոր մի ժայռից, որը ինքը Հիսուս Քրիստոս էր։
մեր Տերը իր մոտ է կանչում բոլոր ծարաված մարդկանց, որպեսզի իրենով հագենան։ Այսօր էլ, սիրելիներ, մեր Տերը եւ Փրկիչը նույն աղաղակող բարձր ձայնով բոլոր ծարավացներին իր մոտ է կանչում, որպեսզի նրանք խմեն կյանքի ջրից, իրենով հագենան եւ իրենով զորանան։ Կյանքը առանց Աստծո նման է անապատի։ Առանց Աստծո կյանքը, ինչպես անապատում հայտնված մարդու, երկար մնալու դեպքում մահաբեր կարող է լինել։ Շատերին թվում է, թե առանց Աստծո կյանքը շատ լավ է, որ մեր կյանքը առանց Աստծո ավելի երջանիկ է։ Սա կատարյալ սուտ է եւ չկա նման բան, եւ չի կարող լինել այդպիսի բան։ Առանց Աստծո չկա երջանկություն, առանց Աստծո չկա ապահովություն, առանց Աստծո եւ Աստծո խոսքի կյանքը փուչ է, սին է եւ դատարկ։ Սիրելիներ, Հիսուս այսօր մեզ, մեր ազգին բարձրաձայն աղաղակելով, նույն աղաղակով ասում է, որպեսզի լավ լսենք։ Նորից ասում է այսօր Հիսուս, ով ծարավ է, թող գա ինձ մոտ, ով ինձ հավատում է, նրա հոգուց կյանքի ջրերի գետեր պիտի հոսեն։ Հիսուս ասում է ու միշտ է ասելու, որ վերջապես հասկանանք, ազգովի ու լսենք իր կենարար խոսքը։ Հիսուսի խոսքերը չասվեց մի անգամվա համար, այն էլ հարյուրավոր տարիներ առաջ։ Աստծո խոսքը բոլոր ժամանակների համար է ասված։ Երեկ, այսօր եւ վաղը Աստծո խոսքը այժմ միական է եւ ժամանակակից է եւ անփոփոխ է։ Ու վայ նրան, ով կձևափոխի, կխեղաթուրի Աստծո խոսքը եւ այլ կերպերով Աստծո խոսքը կմատուցի մարդկանց։ Վայ նրան, ասում է Հիսուս։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, սիրելի հավատացյալներ, Ավետարանի այս հատվածը շատ կարևոր բաների մասին է մեզ ասում եւ սովորեցնում։ Ավետարանական այս հատվածում տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս իր մարդեղության ժամանակ երբեք չէր բացակայում եւ չէր ուշանում հրյաների կրոնածիսական եւ ավանդական բոլոր արարողություններից։ Սա սովորեցնում է մեզ, որ մենք նույնպես պիտի անտեսենք մեր ավանդական, ծիսական, կրոնական բոլոր արարողությունները։ Պիտի մասնակցենք ու սովորեցնենք մեր հաջորդ սերունդներին, որ նրանք էլ հագենան եւ սրբության պահեն այն ամենը, ինչ որ ավանդեցին մեզ մեր սրբազան հայրերը։ Հիսուս հավատարիմ եղավ իր ժողովրդի եբրայեցիների ազգի կրոնական ավանդություններին։ Մենք էլ պիտի հավատարիմ լինենք մեր ազգային եւ եկեղեցական ավանդություններին, օրենքներին եւ սովորություններին։ Ազգ է իր սովորություններով եւ ավանդություններով։ Ազգ է իր լեզվով, իր սուրբ հավատքով, մշակույթով եւ ազգը դադարում է ազգ լինելուց, եթե նրանում չկա եւ բացակայում են հավատքը, լեզուն, մշակույթը, սեփական պատմության նկատմամբ անտարբերությունը եւ ավանդությունների նկատմամբ բարձի թողի վիճակը։ Այսօրվա մեր ազգի լինելությունը, գոյությունը պայմանավորված է մեր ճշմարիտ հավատի, մեր ավանդությունների, մեր ամուր ընտանիքի պահպանելով, երբ որ կորցնենք մեր լինելությունը, այս սրբազան սկզբունքներից կլինի, կդադարենք որպես հայ ազգ լինելուց։ Սիրելիներ, Հիսուս չեկավ հին օրենքը ջնջելու,
վերացնելու եւ ժխտելու համար չեկավ Հիսուս։ Հիսուս նոր իմաստ, նոր բովանդակություն տվեց հին օրենքին եւ սովորություններին, ավանդություններին։ Նա մի նոր բարձունքի դրեց այն, ինչը շատ կարևոր էր եւ կենսական էր մարդկանց համար։ Հիսուս շատ հաճախ էր մեջբերում հին կտակարանից, հին օրենքներից շատ էր խոսում Հիսուս։ Սա իմիջիայլոց ասեմ, որ մեր քրիստոնյաների մեջ շատ հաճախ ասում են նոր կտակարանը շատ կարևոր է հնից, բայց տեսեք Հիսուս մեջբերումներ էր անում հին կտակարանից, հին կտակարանը ևս կարևոր է մեր ներաշխարհի համար։ Նա շատ հաճախ մարդկանց ասում էր իր Աստծո որդի լինելու մասին, իր ով լինելու մասին էր խոսում Հիսուս։ Հիսուս բացահայտում է, որ իր կյանքի ջրերից խմողը ու այն ճաշակողը ոչ միայն հավիտյան չպիտի ծարավի, այլ նրա հոգուց կյանքի ջրերի գետեր պիտի հոսեն։ Որպես կյանք պարգևող ջուր, Հիսուս եղավ զորության աղբյուր նրանց համար, ովքեր ըմպեցին այդ զովացնող հոգևոր ջրից։ Հիսուսի եւ իր առաքյալների կողմից հիմնադրված Սուրբ եկեղեցին կառուցվեց հենց այդ հոգևոր հիմքերի վրա։ Քրիստոսի հիմնադրած եկեղեցու սուրբերը իրենց կյանքը ապրեցին եւ հեղինակեցին բազմաթիվ կյանք տվող հոգևոր այնպիսի ստեղծագործություններ, որոնց համար ոռոգման աղբյուր հանդիսացավ Տիրոջ բխած կյանքի ջրե գետերը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս եւ իրենից բխող ջրից խմեց եւ զովացավ հայ ազգը։ 2000 եւ ավելի տարիներ հայ մարդը իր հոգևոր ծարավը հագեցրեց Սուրբ եկեղեցու տված նշխարով եւ գինով։ Հիսուսի կենարար հաղորդակցությամբ եւ պատմության տարբեր փուլերում բազմաթիվ քամիներ, փոթորիկներ չկարողացան անապատ դարձնել հայու կյանքը։ Մենք միշտ կարողացել ենք մեր դժվարին, նորից եմ կրկնում, դժվարին ժամանակներում խմել Հիսուսի տված կյանքի ջրի գետերից եւ ոռոգել մեր հոգիները, որպեսզի այն չդառնա երբեք անապատ, ինչին միշտ երազել են մեր բոլոր թշնամիները։ Հիսուսի կյանք տվող ջրից հագենալով մեր ժողովուրդը այսօր էլ պիտի կենթանի պահիր հավատք առ Աստված եւ կարողանա ներկան կառուցել եւ նաեւ մտածել վաղվա լուսավոր ապագայի համար։ Եթե ուզում ենք Քրիստոսով լցվել, իրենով հագենալ, մեր միակ եւ ապահով ճանապարհը դեպի Հիսուսը գալն է։ Իր խոսքերով սնվենք եւ Աստծո խոսքը մատյան Աստվածաշունչը դարձնենք մեր ամենօրյա սերտողության գիրքը։ Այդ ժամանակ կզգանք կյանքի իրական քաղցրությունը, մեր ծարավ հոգիների իրական հագենալը։ Եկեք բոլորս միասին սիրելի եղբայրներ եւ քույրեր աղոթենք Սուրբ Մեսրոպ վարդապետի խոսքերով. Թագավոր հզոր, ապավեն ծարավացների եւ փրկիչ նեղվածների, որ մեզ համար չարչարանքների ենթարկվեցիր անօրեններից, արթնացրու քո զորությունը եւ եկ կյանք տուր մեր պապագած հոգիներին։ Թույլ մի տուր չարին գերել քո փրկիչ ժողովրդին, մի թող չարին բնակվի քո սուրբ անվան տաճարում եւ քեզ մարմին եւ անդամ եղածներիս մի թող ոտնակող լինել եւ ծաղրվել թշնամուց, այլ գթա քո արարչական սիրով, քո արարչությամբ։ Տեր, ողորմիր մեզ, քանի որ քո խաչով մշտապես պարծեցանք, եւ խաչը թող ապավեն մեզ երևա, եւ չերևացող թշնամուն աներևույթ հեռանա։ Տեր, ողորմիր, քանի որ ապավինեցինք ամենասուրբ կույս Աստվածամոր բարեխոսությանը,
որպեսզի նրա աղոթներով փրկվենք չարից, առանց փորձության կնքենք մեր պանդուխտ կյանքը։ Հանուն քո 12 սուրբ առաքյալների եւ նրանց բազում աշակերտների կողմից ողորմիր Տեր, հանուն քո բոլոր սրբերի, նրանց բարեխոսությամբ, սրբիր մեզ հոգով եւ մարմնով ամեն տեսակ պղծությունից եւ արժանացրու մեզ քո ճշմարիտ երկրպագուն լինելու համար։ Երկրպագելու քեզ, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն, Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհները, ողորմությունը թող լինի հայ ազգի վրա, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։